Հայ ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրը՝ Մատենադարան։ Այստեղ պահվող ավելի քան 20,000 ձեռագրերն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները։ Ասում են գիտելիքն ամենակայուն արժեքն է, միայն թե մատյաններում ամփոփված մտավոր ժառանգությունը պահպանելու համար ամենօրյա դժվար ու ծավալուն աշխատանք է պետք։ Աշխատանքի ընթացքում էին հոշեղանում, սա արդեն մանրադիտակի տակ ուսումնասիրվում է, թե ինչ սնկեր են հայտնաբերվել, սա էլ արդեն թերթային, որ ես ասում եի, թերթային բուժում հատուկ մեր ստեղծած նյութերով։ Միջանցքի պատերը զարդարող այս նկարները որքան գեղեցիկ, նույնքան էլ վտանգավոր են։ Գայանե Էլիազյանը ցույց է տալիս մատյաններից հայտնաբերված սնկերի տեսակները և հավելում՝ դրանց բազմացումը պարզապես կործանարար է։ Ամենամեծ ուրեմն վնասները պատճառում են մեր ձեռագրերին, եթե խոսենք մենակ ձեռագրերից, ցանկացած նյութ, որը մեր հոգատության ներքո է, կարիք ունի ախտահանման և բացահայտման, արդյոք կան սնկեր, ինչ տեսակի սնկեր են և ինչպես պայքարենք այդ սնկերի դեմ, սնկերի և մանրէների դեմ։ Սնկերը մեծ վնաս են հասցնում նախ ձեռագրերին, նաև մեծ վտանգ է հետազոտողների համար, որոնք զբաղվում են անդադար ձեռագրերով են, աշխատում են ձեռագրերի հետ և այլն։ Դեռևս 90-ական թվականներից Մատենադարանի կենսաքիմիական խումբն աշխատելով միջնադարյան բժշկության բաժնի հետ այստեղ պահվող գրականության շնորհիվ մշակել ու կիրառել են հատուկ նյութեր մատյանների ախտահանման ու մշակման համար։ Մենք ունենք բազմաթիվ միջնադարյան բժշկարաններ, որտեղ զետեղված են բաղադրատոմսեր մեր հայկական բնաշխարհի բույսերից, քարերից և դրանք ուղղված են եղել միշտ մարդկանց և կենդանիներին բուժելու համար։ Մենք օգտվել ենք այդ գիտելիքից և մշակել ենք ուրեմն նոր բաղադրանյութեր, որոնցով կարողանում ենք ճնշել սնկերի աճը և մանրէների։ Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, սակայն, Մատենադարանի համար կենսական նշանակության հարց էր։ Ոչ համապատասխան հագուստը, ոչ ձեռնոցները ինձ չեն փրկի։ Այստեղ կողմնակի անձանց մուտքն արգելված է։ Վերջերս ստեղծված Մատենադարանի բազային լաբորատորիան է, ներսից աշխատանքներին հետևելուն օգնում է ապակե մեկուսիչ պատը, ամեն ինչ ստերիլ է և խիստ հսկողության ներքո։ Ձեռագիր ենք ստացել և առաջին քայլը, ինչը որ պետքա արվի, այդ պետքա իրանից նմուշառում արվի, որ հասկանանք ինչքանով գիրքը կամ ձեռագիրը ախտահարված է սնկային հիվանդություններով, և առաջինը, ինչ որ ես պետքա հիմա անեմ, տեղափոխեմ այս ձեռագիրը պահարանի մեջ, որ այնտեղ նմուշառում անենք։ Ունեմ ստեղ պետրի թասիկներ, որոնք որ սննդամիջավայրով լցված են, ու հիմա փորձում եմ այդ նմուշառումը կատարել։ Գործընթացը թեև բարդ ու երկար է, բայց հետաքրքիր։ Նախ ուսումնասիրվում է ձեռագիրը, գնահատվում ընդհանուր վնասվածության չափն ու սկսվում է նմուշառման գործընթացը։ Սնկերի աճն ամեն օր ստուգվում է, այս գործընթացը կարող է մի քանի օր տևել։ Այս սունկը ինքը հիվանդ գրքից վերցված սունկ է, և մենք հիմա նույնականացում պետք է անենք, այդ նպատակով սարքում ենք պրեպարատ, որը միկրոսկոպով դիտելուց հետո կհասկանանք ինչ սունկ է, ինչ աստիճանի վտանգավոր սունկ է և ինչպես պետք է պայքարել դրա դեմ։ Սնկերի ու մանրէների նույնականացումից հետո գիրքն ուղարկվում է ախտահանման պահարան։ Պայքարի միջոցառումներն էլ մենք կատարում ենք մեր Մատենադարանում ստացված յուղերով, յուղերից ստացված թորվածքներով ախտահանում ենք կատարում, որոնք սպանում են կամ դանդաղեցնում են, ճնշում են ավելի ճիշտ ասած, սնկի աճը։
Կատարած աշխատանքի պատասխանատվությունն ու կարևորությունը աշխատակիցները լավ են գիտակցում, դժվար ու աշխատատար գործ է, բայց արդյունքն արդարացնում է սպասելիքները։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։